Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում, առաջիկա րոպեներին դիտեք։ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը վերակենդանացման բաժանմունքում է։ Պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները չեն բացահայտվում։ Հայաստանում վերահուղարկավորություն, 23-ի մարտերում զոհված արցախցիների ծնողները իրենց այս պահանջը չեն կարողանում փոխանցել ԱԱԾ տնօրենին։ Անդրանիկ Սիմոնյանը ժամանակ չունեցավ մեզ ընդունելություն կազմակերպի ընդունի մեզ։ Այդ թվում ազատազրկված Ռուսաստանի քաղաքացիների հայաստանյան ներքաղաքական գործընթացներին մասնակցելու Պուտինի ցանկությունը միջամտություն էր Հայաստանի ներքին գործերին։ Սարդարապատի դպրոցի տնօրենը աշխատանքից ազատվեց Արցախի դրոշի պատճառով։ ԱՄՆ նախագահը նոր թիրախներն է բացահայտում, արդյոք իրանցիների կողմից փակ պահվող հորմուզն է դրանց թվում։ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո 2 ամսով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակը այնքան է վատացել, որ նա քաղաքացիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք է ընկել։ Իսկ պետական հիմնարկները, առողջապահության նախարարությունը, քրեակատարողական ծառայությունը դեռ այդպես էլ չեն արձագանքել փաստաբանների այն դիմումին, որ Դավիթը ունի այնպիսի հիվանդություն, որը հենց կառավարությունն է անհամատեղելի որակել բանտում պահելու հետ։ Պատգարակի վրա Դավիթ Մինասյանն է, ձերբակալության 6 օրվա ընթացքում 3-րդ անգամ ուշագնաց լինելուց հետո։ Անցած կիրակի Սուրբ Աննայում պատարագից հետո դարձավ մեղադրյալ։ 18-ամյա տղային այսօր բանտից տեղափոխեցին հիվանդանոց, վերակենդանացման բաժանմունք։ Հետազոտություններ է անցնում։ Ինքը ունի աղիների վիրահատված, ինքը ունի տարբեր ալերգիա ունի, շնչահեղձությամբ, ինքը ունի գլխուղեղի անոթների խնդիր, երբ որ կապտում է բան անում Սարքրտինքագիտակցության կորուստ է ունենում։ Բանտում երկրորդ գիշերն անցկացրած պատանին այսօր դարձյալ ուշագնաց է եղել։ Առավոտյան նրան Արմավիրի բանտից տեղափոխել էին Աբովյանի բանտ, որտեղ դպրոցահասակներն են պահվում, որ դասերից հետ չմնա։ Բայց տղան վատացել էր, շտապօգնություն էին կանչել, տարել Աբովյանի հիվանդանոց։ Մայրը Գայանե Մինասյանն ասում է, քանի որ լուրջ առողջական խնդիրներ ունեցող տղայի բժշկական փաստաթղթերը Նայիրի բժշկական կենտրոնում են, որոշվեց նրան տեղափոխել այդտեղ։ Տարբեր խնդիրներ ունի առողջական ու մենք միշտ իրան ամբողջ բուժումը բանը կազմակերպել ենք Նայիրիում։ Չնայած ձերբակալությունից հետո արդեն 3-րդ ուշագնացությանը առողջապահության նախարարությունից այսօր Ազատությանը փոխանցեցին։ Քրեակատարողական բժշկության կենտրոնի մասնագետների հսկողության տակ գտնվելու ժամանակ տղայի տվյալները նորմալ են եղել։ Իրան էս կարելի է, էս չի կարելի, սիստեման ալերգիա ունեն, անաֆիլաքսիայով, միայն ֆիզլուծույթ է, այնտեղ ուզում էին մագնեզիում անեին, ես բժիշկ եմ, ասացի չէ, խնդրում եմ մի արեք, իրեն չի կարելի։ Տարբեր բժշկական բաներ կա, որ այդ ամբողջը երեխաներս վիրահատված են։ Կիրակի Սուրբ Աննա եկեղեցի երկվորյա եղբոր հետ պատարագի մասնակցող Դավիթ Մինասյանն այդպես էլ տուն չհասավ։ Ծաղկազարդի պատարագի կեսից եկեղեցի էր մտել վարչապետ Փաշինյանը։ Անարգել անվտանգության աշխատողների ճանապարհ բացելու շնորհիվ հասել էր խորանի մոտ, մի քանի րոպե կանգնել եւ որոշել նորից ճեղքելով լեփլեցուն եկեղեցին դուրս գալ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են սկզբում անվտանգության աշխատակիցները մարդկանց հրելով փորձում ճանապարհ բացել վարչապետի համար, հրմշտելով նաեւ երկվորյա եղբայրներին։ Դավիթը բողոքել էր իրեն տեղից հեռացնելու դեմ եւ ձեռքը մեկնել վարչապետի ուղղությամբ։ Եղբայրների մոտից վարչապետի դեպի մուտքի դուռ շարժվելուց հետո անվտանգության աշխատողը բռունցքով հարվածել էր Դավիթին ու նա ընկել էր։ Իրավապահները պատանու վարքագիծը որակել են հանցագործություն, խուլիգանություն ու բռնություն պաշտոնյայի նկատմամբ, բայց չեն քննում անվտանգության աշխատողի հարվածի դրվագը։ Բժիշկները գնացել են զննվել, բայց այն վիճակը չեն կարող իրանք ապահովել։ Փաստաբան Վարդուհի Էլբակյանն արդեն քանի օր է պնդում է, պատանու հիվանդություններից մեկը հենց կառավարությունն է սահմանել անհամատեղելի բանտային պայմանների հետ, եւ նա պետք է անհապաղազատ արձակվի։ Մինչդեռ նրանց նամակները իրավապահներին դեռևս անպատասխան են։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գլխավոր դատախազից արդարադատության նախարարից պահանջում է անհապաղազատ արձակել տղային։ Գնահատում եմ որպես սադիզմ Հայաստանի իշխանությունների կողմից, մասնավորապես արդարադատության նախարարի եւ գլխավոր դատախազի կողմից հատկապես, որ այդ տղային այսպեսի
տառապանքներ են պատճառում։ Իրավապաշտպանը հիշեցնում է բանտային մահերն ու նկատում. նույնիսկ սպանության մեջ մեղադրվողին չպետք է պահեն կալանքի տակ, եթե ունի այնպիսի հիվանդություն, որով պարզապես արգելվում է պահել անազատության մեջ։ Ինչ է արել այս տղան։ Դու գնացել ես, խանգարել ես պատարակը։ 5 րոպեով պատարակի մտնում են դուրս են գալի, ճեղքելով հոծ բազմությանը, պատճառելով անհարմարություններ։ Եվ ինչ էր նա երեք բացատրում, որ ինքը այն պահպանյալն է, որի համար պետքա թիկնազորը կյանքեր զոհի իր համար։ Վարչապետը երեկ արդարացրել էր իր անվտանգությունը պահպանող ծառայողին տղային հարվածելն ու պնդել. նման իրավիճակներում նա կարող է զենք գործադրել, իսկ եթե չկատարի իր պարտավորությունները, կարող է հայտնվել բանտում։ Փաշինյանն անգամ հեռավոր անցյալ էր գնացել, հիշեցրել երկրորդ նախագահ Քոչարյանի օրոք նրա անվտանգության աշխատողի արարքը, երբ մահացել էր Պողոս Պողոսյանը։ Կուկուն, որ որոշել էր, ասվել էր բարև ռոպ ու անցել էր մարդիկ։ Հետո տարել էին զուգարանում սպանել էին, տարբերություն չեք տեսնում, հա։ Այսինքն տարբերությունը սպանություն եւ ոչ սպանություն, որ ինքն մի հատ պետք է ծափահարենք, որ չեն սպանել այդ տղային։ Դավիթի ընկերներն արդեն երրորդ օրն է նրա ազատ արձակման պահանջով ակցիաներ են անցկացնում։ Առաջին օրը գլխավոր դատախազության շենքի մոտ էին, 3 ՄԱԿ-ի, այսօր էլ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի։ Անահիտ Մանասյանը երեկ իր մտահոգություններն էր հայտնել կալանքի հարցով, բայց եւ ընդգծել, դեռ ուսումնասիրում են փաստաթղթերը։ Ուղղակի պահանջում ենք, այսպես ասած, նրա անձի եւ առողջական ոնց որ իրավունքի պաշտպանություն, ուղղակի պահանջում ենք նաեւ որ իր արարքի համար նա ստանա, այսպես ասած, համահունչ պատասխան, այլ ոչ թե այսպիսի դաժան եւ խիստ պատիվ։ Դավիթի մայրը դիմել է կրթության նախարարին Ժաննա Անդրեասյանին խնդրել որպես երաշխավոր հանդես գալ որդու ազատության համար, ընդգծել, որ դատավորը նրան կալանավորելիս հաշվի չի առել առողջական խնդիրները, հիշեցրել, որ հենց ինքը նախարարն էր 2023 թվականին Դավիթին գերազանցության վկայական շնորհել։ Նախարարությունը դիմումը քննարկում է։ Իդեպ քիչ առաջ հայտնի դարձավ, որ պատանու գործը քննող քննիչը ազատվել է աշխատանքից։ Քննչական կոմիտեն պնդում է, որ նա Դավիթ Մինասյանի տունը խուզարկելիս կարգ է խախտել, մասնավորապես թույլատրել է լրագրողների ներկայությունը, նախաքննական տվյալները հրապարակել եւ համազգեստով չի եղել։ Հակոբ Կոխյանը հրավիրվել է ներքին անվտանգության վարչություն, բացատրություն տալու, որից հետո դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին, հայտնել է քննչական կոմիտեն։ Ինքը քննիչ Հակոբ Կոխյանը դեռ չի մեկնաբանել իրեն աշխատանքից ազատելը, նա խուզարկության օրը տեսախցիկների առաջ լրագրողներին ասել էր, թե ոչինչ չի հայտնաբերվել։ Բանակում կրկին զինծառայող է մահացել, միայն հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել Բաղրամյանի զորավարժարանում, բայց թե ինչ պայմաններում, ինչու արդյոք կա մեղադրյալ, ոչ մի խոսք։ Իրավապաշտպանները բանակի բարեփոխումների մասին իշխանության հայտարարություններին փաստերով են հակադարձում, խաղաղ պայմաններում զոհերի թիվը տարիներով չի նվազում, իսկ դա ըստ նրանց հենց այդ բարեփոխումների անարդյունավետության մասին է խոսում։ 2025 թվականին ծառայության հետ կապված Մինչ իշխանությունները ամենաբարձր մակարդակով պարբերաբար ընդգծում են, որ հաստատված խաղաղության պայմաններում սահմանին արդեն 1 տարի է զոհ չկա, տարեսկզբից արդեն 4-րդ զինծառայողն է մահանում խաղաղ պայմաններում։ Երեկվա ողբերգական դեպքը գրանցվել է Պաշտպանության նախարարության զորավարժադաշտում, զոհվածը պայմանագրային զինծառայող էր։ Զինծառայողի մահվան մասին երեկ երեկոյան հայտնեց Շամշյան Քոմը, որից շուրջ 12 ժամ անց եղավ պաշտոնական հաստատումը, բայց լռությունը խախտեց ոչ թե Պաշտպանության նախարարությունը, այլ քննչական կոմիտեն։ 2026 թվականի ապրիլի 2-ին Պաշտպանության նախարարության զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, զինվորական պաշտոնյական անփութության եւ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածներով, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Իրավապահ կառույցից այլ մանրամասներ հրաժարվեցին հայտնել։ Շամշյան Քոմի տեղեկություններով մահացածը 29-ամյա պայմանագրային զինծառայող է։ 39-ամյա մեկ այլ զինվորական մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել զինվորական հոսպիտալ։ Վիրավոր զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ նախարարությունից տեղեկություն ստանալ չհաջողվեց։ Հրաժարվեցին խոսել նաեւ զինվորական հոսպիտալից։
հեռախոսով, գражդան առածքով հեռախոսով մենք իրավունք չունենք ուշքի ինֆորմացիա տանք։ Մահացած պայմանագրայինը որտեղ էր ծառայում, երբ Վանից էր Բաղրամյանի հայտնի պոլիգոններում վարժանքների, թե հենց տեղում էր ծառայում, հայտնի չէ։ Պարզ չէ նաև հարուցված քրեական գործով մեղադրյալ կա, թե ոչ, ում անփութությունն են քննում իրավապահները։ Դեպքից ոչ մի տեղեկություն չուներ նաև Բաղրամյան համայնքի ղեկավարը, այդպես պնդեց։ Անկեղծ ասած, էլ բարձ չի դեպքի մասին, ոչինչ չեմ կարող ասեմ, ինչու ես էլ հստակ չիմանամ։ Համայնքից չէ, ինչքան գիտեմ, համայնքից չի եղել։ Ողբերգական այս վերջին դեպքից առաջ եւս երկու դեպքի մասին նախարարությունը հայտնել էր փետրվարին, մեկի մասին հունվարին։ Դրանք իրավապահները քննում են ինքնասպանության եւ ինքնասպանության հասցնելու հոդվածներով։ Բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը տարակուսած է, ինչու 29-ամյա պայմանագրայինի մահվան լուրը ռազմական գերատեսչությունը չհաղորդեց։ Առնվազն տարօրինակ է, որ պաշտպանության նախարարությունը դեռևս լռում է այս մասին։ Չեմ կարող ասել, թե ինչ է թաքնված դրա հետևում, բայց ամեն դեպքում թաքցնելը հնարավոր չէ, քանի որ արդեն իսկ պաշտոնական մեկ այլ հաստատում կա դեպքի մասին։ Ընդհանուր առմամբ իրավապաշտպանի գնահատմամբ բանակում զոհերի թիվը շարունակում է մնալ մտահոգիչ։ Եթե այս տարի պաշտոնապես արդեն 4 դեպքի մասին է հաղորդվել, ապա իրավապաշտպանի տվյալները այլ են։ Սա մեր տվյալներով արդեն 7-րդ դեպքն է մահվան այս տարվա զինված ուժերում, դեպքերից մեկը ինքնասպանության հետևանքով է, երկուսը սպանության, երկուսը ավտովթարի հետևանքով, մեկ դեպք դեռևս անհայտ պատճառներով եւ վերջին դեպքը պայթյունի հետևանքով սա արդեն 7-րդն է։ Համեցեք, պարոն նախարար։ Նախարար Սուրեն Պապիկյանը մինչդեռ մոտ 1 ամիս առաջ դարձյալ վրդովված էր, ինչու են բանակին վերագրում նաև այն դեպքերը, որոնք չեն արձանագրվել հենց ծառայության ընթացքում։ Անցած տարվա վիճակագրությունը հենց այդ տարանջատմամբ էր Սուրեն Պապիկյանը ներկայացնում, որ ծառայության հետ կապված 6 դեպք է գրանցվել, իսկ 24 պայմանագրային զինծառայող էլ մահացել է, բայց դրանք ըստ Պապիկյանի ծառայության հետ կապ չունեն։ Պատճառները տարբեր են, ավտովթարներից մինչև հիվանդություններ։ Հիմա այս ամենը գումարում են իրար, այդ 30 դեպքը ներկայացնում են, որ ամբողջ օրը բանակում ավտոմատ առաջ ժամկետային զինծառայողները իրար կոտորում են, կամ իրար նվաստացնում են, որ ինքնասպանել են։ Մենք չենք հերքում, որ բանակում կան խնդիրներ, մենք չենք հերքում, որ բանակում կան ոչ կանոնադրային հարաբերություններ, մենք դրա մասին ինքներս ենք բարձրաձայնում, բայց այս կերպ փորձել անընդհատ ահաբեկել ու ցավեցնել մեր հասարակությանը, սա նորից եմ ասում, մի բանի մասին է։ Այս բոլոր հավաքական խմբերը, նորից եմ ասում, նաև արտախորհրդարանական նոր ձևավորվող նորելուկ կուսակցությունները, նրանք բոլորը մահվան եւ պատերազմի կուսակցության ներկայացուցիչներ են, սիրելի հայրենակիցներ։ Իրավապաշտպան Նազելի Մովսիսյանը բացատրում է, որպեսզի պարզ լինի, թե արձանագրված դեպքերը ծառայության հետ կապ ունեն, իրականում թե ոչ, պետք է մանրամասն քննություն իրականացվի։ Իսկ այդպիսի քննություն սովորաբար չի էլ արվում։ Անգամ ավտովթարների դեպքում իրավապաշտպանի կարծիքով միանշանակ չի կարելի պնդել, թե ծառայության հետ կապ չկա։ Ի վերջո բանակի հաստիկներն են կրճատվում։ Իսկ հիվանդություններով պայմանավորված մահերի դեպքում շատ ավելի խնդրահարույց է պնդումը, թե ծառայության հետ կապ չկա։ Արդյոք զինծառայողները, պայմանագրային զինծառայողները, սպաները ենթարկվում են այն հետազոտություններին, որոնք պլանային կարգով պետք է իրականացվեն, որպեսզի առողջական խնդիրները բացահայտվեն եւ չհասնի խնդիրը այն աստիճանի, որ հանգեցնի մահվան։ Այսինքն բազմաթիվ հանգամանքներ կան, որոնց պիտի ուշադրություն դարձնել, մինչև հայտարարելը, որ նման դեպքերը կապված չեն զինվորական ծառայության հետ։ Բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպանի գնահատմամբ զինված ուժերում իրականացված բարեփոխումների մասին իշխանության պնդումները առայժմ դրանց արդյունավետության մասին չեն խոսում։ Շուրջ 3 տարի չգտնելով հարցին լուծում, արցախցի կանայք ԱԱԾ շենք էին եկել։ 2023-ին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական հարձակման ժամանակ իրենց որդիներին կորցրած ծնողները խնդրում են արտաշիրիմում անել եւ իրենց զավակների աճյունները Հայաստան տեղափոխել։ Բոլորը ազգային անվտանգության ծառայություն են ուղղորդել, հենց անվտանգության ծառայության տնօրենն է ադրբեջանցիների հետ հումանիտար հարցեր քննարկում, բայց նա որդեկորույս ծնողների հետ, ինչպես իր պաշտոնավարման նախորդ ամիսներին, երեկ էլ հանդիպման մի պատուհան չի գտել։
Ավելի քան 9 ամիս առաջ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը ստանձնած Անդրանիկ Սիմոնյանը մինչ այս պահը ժամանակ չի գտել ընդունելու 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրենց որդիներին կորցրած ծնողներին, որոնք ընդամենը մեկ պահանջ ունեն՝ Արտաշիրի մումանել ու իրենց զավակների աճյունները Հայաստան բերել, այստեղ վերահուղարկավորելու համար։ Հուղարկավորությունը կազմակերպել ենք Մարտունու քաղաքի գերեզմանոցում մի կերպ։ Հիմա մեր պահանջն է, խնդրանքն է կառավարությունից։ Նախ ասեմ, որ 23 թվականի սեպտեմբերի 30-ից մինչ առ այսօր դիմել ենք Հայաստանում տարբեր կառույցների ու մինչև առ այսօր մեր հարցին 2 տարի 6 ամիս է, մեր հարցին ոչ մեկն էլ լուծում չի տալիս։ Անժելա Արզումանյանը որդուն Վաչագան Դադալյանին կորցրեց ռազմական գործողությունների առաջին օրը, սեպտեմբերի 19-ին։ Մի կերպ ուղարկավորել են, ապա Արցախում թողնելով տղայի գերեզմանը ստիպված բռնել գաղթի ճամփան։ Նորից ենք դիմում բարձրաձայնել մեր հարցը, խաղաղությունը, խաղաղության պայմաններում բոլոր հումանիտար հարցերը լուծվում են։ Գոնե այս դեպքում մեր երեխեքի շիրիմները կարողանան տեղափոխել Հայաստանի Հանրապետություն եռաբլուրում քրիստոնյային վահել հուղարկավորելու համար։ Տիկին Արզումանյանի նման նույն պահանջն ավելի քան 60 ընտանիքներ ունեն։ Ծնողները պետական ու միջազգային կառույցների դռները թակում են արդեն 2.5 տարի։ Ազգային անվտանգության ծառայությունից պատասխանում են, որ Երևանը հարցը քննարկում է Ադրբեջանի անհայտ կորածների հանձնաժողովի հետ։ Որթեկորույս ծնողները ցանկանում են հանդիպել հումանիտար հարցերով հայկական հանձնաժողովը ղեկավարող ԱԱԾ տնօրենի հետ։ Կառույցից ստացած գրությամբ մինչդեռ հայտնել են, թե Անդրանիկ Սիմոնյանը ժամանակ չունի նրանց ընդունելու։ Երեկ նրանք դարձյալ ԱԱԾ շենքի մոտ էին հանդիպման խնդրանքով եւս մեկ նամակ հանձնելու համար։ Անդրանիկ Սիմոնյանը ժամանակ չունեցավ մեզ ընդունելություն կազմակերպի ընդունի մեզ ու մինչև առ այսօր էլ չնայած նամակներում դիմել են, որ անհապաղ հրատապ հանդիպում ենք պահանջում, խնդրում։ Ծնողները վերջին անգամ հանդիպել են ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Անցած ամռանը նա իրենց հույս է տվել, սակայն Աբազյանը հունիսին ազատվեց պաշտոնից։ Պարոն Աբազյանի օրոք շատ եմ հանդիպումներին ես մասնակցել, միշտ պարոն Աբազյանը մեզ ընդունել է, ժամանակ ա գտել մեզ ընդունել, սիրալիր, վերաբերվել ծնողների հետ, ասեմ, վերջի հանդիպման ժամանակ 3 հոգով էինք հանդիպել, պարոն Աբազյանը ինձ ասաց, որ խնդրեցի, ասաց ինձ մի խնդրեք, դուք պետք է մեզանից պահանջեք ձեր որդիներին տեղափոխելու համար, ձեզ վստահեցնում եմ, որ հնարավոր է այդ հարցին լուծում տրվի։ Հայաստանի ու Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները վերջին անգամ հանդիպել են անցած տարվա հունիսին Արմեն Աբազյանի պաշտոնակությունից 2 շաբաթ առաջ։ Մինչ այդ էլ կողմերը հանդիպել էին անցած փետրվարին հայ-ադրբեջանական սահմանին։ Անդրանիկ Սիմոնյանի նշանակումից հետո հանձնաժողովները չեն հանդիպել։ Նա սակայն աշնանը Բաքու այցելեց, թե ինչ քննարկումներ է ունեցել այնտեղ ԱԱԾ տնօրենը, հանրությանը այդպես էլ հայտնի չդարձավ։ 2023-ի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմը 223 զոհ ունեցավ։ Դրանցից 25-ը խաղաղ բնակիչներ էին, զոհերից 5-ը երեխաներ էին։ Այդ օրերին եւս 218 մարդ զոհվեց Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով։ Ռազմական գործողությունների ու պայթյունի հետևանքով 25 մարդ անհայտ կորած է համարվում։ Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց մի քանի օրվա ընթացքում։ Ավելի քան 100,000 արցախահայեր Հայաստան տեղափոխվեցին։ Իսկ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատները եւ նրանց ներկայացուցիչները կոչ են անում Հայաստանի արտգործնախարարությանը պաշտոնապես դիմել Շվեյցարիայի կառավարությանը, որպեսզի շվեյցարական կողմը ստանձնի հովանավոր տերության դերը։ Սա անհրաժեշտ եւ հրատապ քայլ է մեր հարազատների իրավունքների անվտանգության եւ արժանապատվության պաշտպանությունը միջազգայինորեն ճանաչված մեխանիզմներով ապահովելու համար, ասված է նամակում։
Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակի փակման եւ գերիների լիակատար մեկուսացման պայմաններում նրանք հնարավոր բռնության, վատ վերաբերմունքի եւ բռնի անհետացման բարձր ռիսկեր են տեսնում։ Հայաստանի փոխարտգործնախարարը այսօր Ազատությանն ասել է, պաշտոնական Երևանը բոլոր օղակները օգտագործում է գերիների վերադարձի եւ ընտանիքների հետ կապը պահելու համար։ Ադրբեջանում 19 հայ է պահվում, նրանց բոլորին առանց միջազգային դիտորդների անցկացված դատավարությունների ընթացքում Բաքուն դատապարտել է ծանր մեղադրանքներով Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության նկատմամբ 20 տարուց ցմահ ազատազրկում սահմանելով։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Այդ թվում ազատազրկված Ռուսաստանի քաղաքացիների հայաստանյան ներքաղաքական գործընթացներին մասնակցելու Պուտինի ցանկությունը միջամտություն էր Հայաստանի ներքին գործերին։ Սարդարապատի դպրոցի տնօրենը աշխատանքից ազատվեց Արցախի դրոշի պատճառով։ ԱՄՆ նախագահը նոր թիրախներն է բացահայտում, արդյոք իրանցիների կողմից փակ պահվող հորմուզն էլ է դրանց թվում։ Չեն դադարում Փաշինյան-Պուտին հանդիպման մասին քննարկումները, երկու կողմից էլ եղան հայտարարություններ, որ այսպես ասենք առանց տողատակի չէին։ Երևանն ինչպես է ընկալել, այդ թվում ազատազրկված Ռուսաստանի քաղաքացիների հայաստանյան ներքաղաքական գործընթացներին մասնակցելու Պուտինի ցանկությունը, այն միջամտություն էր Հայաստանի ներքին գործերին։ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն է այսօր Ազատության հարցերին պատասխանել։ Պարոն Կոստանյան, երբ Հայաստան ներխուժումներից հետո ՀԱՊԿ-ի շուրջ այս պատմությունը ծագեց, այդ սառեցումը պարզ է ընկալվում էր որպես բողոքի գործողություն, դեմարշ, չգիտեմ ինչ կանվանեք, բայց դրան պիտի ինչ-որ որոշում հաջորդի, չէ՞, կամ Հայաստանը վերադառնում է այդ ընտանիք, կամ հակառակը դուրս է գալիս։ Ես չեմ տեսնում որևէ հնարավորություն, որ Հայաստանը կվերադառնա։ Շատ լավ, ուրեմն պետք է իսկ մնացյալ քայլերը ըստ անհրաժեշտության եւ ճիշտ ժամանակին պետք է տեղի ունենան։ Շատ ժամանակ է արդեն անցել 3 տարուց ավելի։ Մենք ըստ էության որևէ թե գործուն, թե սիմվոլիկ մասնակցություն չունենք ՀԱՊԿ-ում եւ այդ սառեցված հարաբերություններ կամ մասնակցություն բառը արդեն ինքն էլ ամբողջությամբ չի արտահայտում այն իրադրությունը, որը կա։ Հայաստանը ՀԱՊԿ-ի ոչ որոշումների կայացման մաս է կազմում, ոչ գործողությունների մաս է կազմում, մենք պրակտիկորեն դուրս ենք ՀԱՊԿ-ից այս բանը։ Իդեպ Ռուսաստանում չկա անկալում, թե ինչու կամ գուցե չեն ուզում ճիշտ ձևակերպումը տալ, որտեղ Պուտինը նախորդին Ղարաբաղի մասին էր ասում, թե ինչու պիտի մենք այն ժամանակ օգնենք, եթե դուք գնացել Պրահայում ճանաչել եք Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Նախ կարծում եմ վարչապետի պատասխանը բավականին հանգամանալից էր եւ անկեղծորեն չեմ մտածում, որ ռուսաստանցի մեր գործընկերները չեն հիշում քայլերի հերթականությունը, որոնք տեղի ունեցան, կամ չեն հասկանում են իրերի դրությունը, որը այսօր ձևավորվել է Հայաստանում, Հայաստանի շուրջ, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Այլ բան է, որ իրենց միգուցե ազգային շահերից ելներով իրականությունը այլ կերպ են փորձում մատուցել թե իրենց ներքին հանրությանը եւ թե հայաստանյան հանրությանը փորձելով որոշակիորեն աջակցել այն քաղաքական ուժերին, որոնք ըստ էության ռուսական օրակարգն են փորձում Հայաստանում առաջ տանել, բայց կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հիշողությունը, նաև Ղարաբաղի հայերի հիշողությունը այդքան կարճ չէ, մարդիկ ամեն շատ լավ հիշում են եւ իրենց գնահատականները թե այս տարիների ընթացքում են տվել, ինչ որ գործողությունների մասնակցությամբ կամ ցույցերի չմասնակցությամբ, իսկ քվեարկության միջոցով արդեն իրենց գնահատականը հունիսի 7-ին կտա։ Հա, իդեպ կալանավորված դերակատարների մասին Պուտինի հիշատակումը կանվանեք միջամտություն Հայաստանի ներքին գործերին։ Ես կարծում եմ, որ անկախ այն հայտարարություններից կամ խնդրանքներից, որոնք հնչել են, այս տարիների ընթացքում մենք հաջողվել է կառուցել անկախ դատական համակարգ եւ որևէ կերպ
գործադիր մարմնի ղեկավարը չէ, որ նման խնդրանքների հասցեատեր է եւ ոչ մեկ ըստ էության նման խնդրանքների հասցեատեր չէ, իսկ այն որ այս նաև անցյալ տարվա ընթացքում, այս տարիների ընթացքում եղել են որոշակի փորձեր ռուսաստանյան տարբեր օղակներից միջամտել Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներին, Գյումրու ընտրությունները դրա վառ օրինակն են եւ այն հայտարարությունները, որոնք հնչում էին Ռուսաստանի իշխող կուսակցության կողմից, դա ակնհայտ էր։ Այստեղ էլ փաստար կկա, որ մի կողմը ասում եք, մյուսի վրա աչք եք փակում, մի քանի օրինակներ են մասնավորապես բերում Վենսի Երևանյան հայտարարությունները, Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, Եվրամիության այդ հիբրիդային խմբի այցը Երևան եւ այլն, որ դրանք էլ են միջամտություն, ուրեմն դրանց էլ գնահատական տվեք։ Նախ առաջին եւ երկրորդ պարագայում այդ վերլուծությունը կառուցվել է ոչ ճիշտ թարգմանության կամ խոսքի աղավաղման վրա, իսկ ինչ վերաբերվում է Հայաստան եւ Եվրամիության միջև համագործակցության հիբրիդային սպառնալիքների հասցեագրման ուղղությամբ, այստեղ նախ պետք է նշել, որ Հայաստան եւ Եվրամիությունը առաջին տարին չէ եւ առաջին ընտրությունները չէ, որ համագործակցությունն ամեն ապահովելու համար ընտրությունների թափանցիկությունը եւ դա եղել է թե մինչեւ 18 թվականը, թե 18 թվականից հետո եւ այս գործընթացները եղել են ոչ միայն Եվրամիության հետ, այլ նաեւ այլ դոնոր պետությունների, Ճապոնիայի, Միացյալ Նահանգների, Կանադայի այս երկրների թիվը կարելի է բավականին ընդլայնել եւ շարունակել, բայց ինչի մասին է այն նույն հիբրիդային սպառնալիքների հասցեագրման առաքելությունը, որի մասին այսքան խոսվում է, փաթեթավորումը ինքնին որոշակի սպեկուլյացիաներ է պարունակում, բայց երբ որ բացում ես բովանդակությունը, դա ապատեղեկատվության դեմ պայքարն է, դա ապօրինի ֆինանսական շրջանառությունների շրջանակներում համագործակցությունն է եւ մասնապես դա ընտրական process-ում գործարը։ Այո, եւ ոչ միայն։ Եվ դա կիբերանվտանգության ուղղությամբ համագործակցությունն է, փորձի փոխանակումն է։ Ես չեմ կարծում, որ կգտնվի մի բանական մարդ, ով որևէ կերպ կարող է դեմ լինել, որպեսզի Հայաստանը զարգացնի այս երեք ուղղություններով իր կարողությունները։ Դե Ռուսաստանն ասում է մենք էլ կօգնենք, մենք էլ ունենք այդ ռեսուրսը, ընդհանրապես օր առաջ Սախարովան էր ասել։ Ռուսաստան այլ ռեսուրսներ էլ ունի, նույն Մատրյոշկա եւ Ստորմ ցանցերը։ Մենք ուրախ կլինենք իրենցից տեղեկատվություն ստանալ օրինակ, թե ինչպես են իրենց հետ փոխկապակցված այս տելեգրամյան բոտերը։ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Մոսկվան խոսում է Ռուսաստան ներկրվող հայաստանյան ապրանքների վատ վերահսկողության մասին։ Եվրամիության հետ ավելի սերտ համագործակցության հեռանկարը ևս 2 օր առաջ բարձրաձայնված թեմաներից մեկն էր։ Նաև Պուտինը ասաց այն, ինչ Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունումից հետո ռուսաստանցի տարբեր պաշտոնյաներ էին հայտարարում։ Եվրամիության եւ ԵՏՄ-ն, Եվրամիությունն ու ԵՏՄ-ն անհամատեղելի են։ Փաշինյանը կարծում է այս պահին երկու միությունների հետ ունեցած օրակարգերը համատեղելի են։ Մինչ ղեկավարները բանավիճում են, տնտեսվարողները արդեն գիտեն, դժվարությունները սարերի հետևում չեն։ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը Ռոսսելխոզնադզորը մտահոգություն է հայտնել Հայաստանի ներմուծվող գյուղատնտեսական որոշ ապրանքների որակի վերահսկողության վերաբերյալ։ Կառույցի ղեկավարը պնդել է Հայաստանի սահմանած վերահսկողությունը չի համապատասխանում Եվրասիական տնտեսական միության պահանջներին։ Այս հայտարարությունից հետո Հայաստանից Ռուսաստան բեռներ տեղափոխող վարորդները մտավախություն ունեն կրկին կսկսեն սահմանին հերթերի մեջ մնալ։ Նրանց խոսքով երկու երկրների միջև անգամ փոքր լարումը առաջինը հենց իրենք են զգում։ Անհանգստություն կա, կարող է գնանք սահմանից մեզ ետ դարձնեն։ Ինչի՞ց է։ Կախված է լարվածությունից էլի։ Մենք դա անմիջապես մեր կաշվի վրա ենք զգում։ Բեռնափոխադրողներն արդեն երկրորդ օրն է իրենց փակ խմբերում զգուշացնում են միմյանց պատրաստվել նոր դժվարությունների, հատկապես գյուղմթերքի ու ծաղիկների արտահանման սեզոնին, հղում անելով Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինի պնդումներին։ Должно быть очевидно, должно быть по-честному, заранее, что называется, на берегу сказано, нахождение в таможенном союзе
Պետք է ակնհայտ լինի, պետք է ազնիվ կերպով նախապես, ինչպես ասում են, ի սկզբանե ասված լինի, որ Եվրամիության հետ մաքսային միությունում լինելը եւ ԵԱՏՄ-ում գտնվելն անհնար է, եւ հարցը նույնիսկ քաղաքական չէ, այլ զուտ տնտեսական բնույթի է, քանի որ որոշ հարցեր պահանջում են համատեղ մեծ աշխատանք, որը պետք է տարվի տարիներով։ Դա առանձին ապրանքային խմբերի գնահատման տարբերությունն է, այդ խմբերի մուտքը շուկա, դա բոլոր ապրանքների համար ֆիտոսանիտարական վերահսկողությունն է։ Ռուսաստանում եւ Եվրամիության երկրներում ֆիտոսանիտարական պահանջները լիովին տարբեր են։ У нас абсолютно разные, очень отличающиеся в России и в странах Евросоюза. Ռուսաստանի նախագահի այս հայտարարությունից հետո բեռնափոխադրողներն իրար հիշեցնում են նման խնդիրներ եղել են նաև նախորդ տարի, երբ Ռուսաստանը չէր ընդունում Հայաստանից արտահանվող ծաղիկները, դրանք համարելով անորակ, հիվանդ կամ ոչ հայկական ծագման։ Նշվում էր նաև, որ Հայաստանից ծաղիկների արտահանման աննախադեպ աճը կասկածներ է առաջացրել Ռուսաստանում, թե կարող են վերարտահանվել այլ երկրի ծաղիկները ներկայացնելով որպես հայկական։ Հենց այսպիսի հայտարարություններ արել նաև Ռոսսելխոզնadzորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։ Հայաստանից ներմուծող արտադրանքի տեսականին եւ ծավալը հիմք են տալիս ենթադրել, որ դրանք հայկական ծագում չունեն։ Մենք այս խնդրով նաև 2024-2023 թվականներին ենք զբաղվել։ Ապրանքների ծավալի ոչ տրամաբանական աճը միշտ է եղել։ Օրինակ 3 տարում Հայաստանից ծաղիկների մատակարարումը ավելացել է 36 միլիոնից մինչև ավելի քան 100 միլիոն միավոր։ Նույնն է նաև այլ ապրանքատեսակների դեպքում։ Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմինից այսօր չպատասխանեցին ռուսական կողմի այս հայտարարություններին։ Նախորդ տարի այս կառույցը պնդել էր Հայաստանում ծաղիկների արտահանման աճը պայմանավորված է արտադրության իրական աճով։ Ռուսական արգելքին բախվող հայ ծաղկագործների բողոքի ակցիաներից հետո սննդի անվտանգության տեսչական մարմինը Ռոսսելխոզնadzորի պահանջով անցած տարի համատեղ ստուգումներ էր սկսել Հայաստանի ջերմոցներում։ Հետո հայտնել էին, որ Ռուսաստանը ծաղիկ արտահանող 32 խոշոր ընկերությունների արտահանման արտոնագիր է տվել։ Այս ընկերությունները զբաղեցնում են մոտ 95 հեկտար ջերմոցային տարածք, հենց այդքանն էլ ստուգվել էր։ Բեռնափոխադրող մեր զրուցակիցը, որ չի ցանկանում ներկայանալ, տարիների իր փորձից հետևություն է անում։ Սրանից մի 8-10 տարիներ առաջ ձեզ թվում է մեր արտահանած ապրանքը ամբողջովին համապատասխանում է չափանիշներին Ռուսաստանի։ Ոչ, բայց աչքի են փակում։ Իսկ հիմա շատ ավելի որակյալ ապրանք ենք մենք տանում, բայց հիմա ավելի շատ ինչ-որ չգիտեմ հիվանդություններ ու ավելի շատ պահանջներ են առաջ գալի։ Քաղաքական լարվածության հետևանքները։ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ հարցազրույց էր տվել ու զգուշացրել Հայաստանը բեռնափոխադրումների հարցում կանգնելու է լուրջ մրցակցության առաջ ու կրկին նշել, թե օրինակ որոշ ապրանքներ կարող են իրենց հետ բերել վնասակար միջատներ, բույսերի հիվանդություններ կամ վարակներ մտցնել իրենց երկիր։ Նախորդ տարի ի դեպ Ռուսաստանն արդեն խստացրել էր վերահսկողությունը սահմանին, ավելի մանրակրկիտ ստուգումներ անցկացնելով։ Ռուս պաշտոնյաների իրար հաջորդող այս հայտարարությունները բեռնափոխադրողներին ստիպում է հետևություններ անել, թե Ռուսաստանի նման մեծ շուկայում աստիճանաբար հայ արտադրողն իր տեղը կկորցնի։ Մեր ապրանքի չափանիշները եվրոպական ոչ մի երկրի չափանիշներին չի համապատասխանում։ Դուք մտածում եք, որ մենք մեր ծիրանով ու լոլիկով, մենք կարողանալու ենք մտնենք եվրոպական շուկա, մասնաբաժին կազմենք, ինչն ենք արտահանելու, ասենք մեր կոնյակն ու գինին, Իտալիան, Իսպանիան, մեծ շուկա մենք կարանք այդպես մրցունակ դառնալ, որ այդ մեր ապրանքները իրանց խանութների դարակներում վաճառվի։ Քաղաքական ուժերը վաղուց արդեն քարոզարշավի մեջ են, չնայած դրա պաշտոնական մեկնարկին ավելի քան 1 ամիս կա։ Վարչապետ Փաշինյանը այսօր արմավիրում էր, գործն ու ընտրությունները նրա հանդիպումներում խառնվեցին։ Հենց Փաշինյանն էլ գլխավորելու է իշխանական ընտրական ցուցակը։ Ի տարբերություն քաղաքացիական պայմանագրի ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի բացահայտում իր ուժի վարչապետի թեկնածուի անունը։ Ես մեր Հայաստանի զնակներից կարող է ինձ նվիրես։ Հեսա զնակ չի Հայաստանի քարտեզ։ Այո, Կանադա դե 4 հատ ունից։ 4 հատ մի հատ։ Ով ուզում է մի հատ։ Հայաստանի քարտեզները մեծ ու փոքրին բաժանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտից Արմավիրի մարզում էր։ Վերանորոգված մանկապարտեզներով ու դպրոցներով շրջելով վարչապետն ընթացքում ոտքի վրա արագ շփվում էր հատուկ իրեն սպասող բնակիչների հետ։ Հավաքվածները հիմնականում շնորհակալություն էին հայտնում վարչապետին, վստահեցնում, թե իրեն են ընտրելու։ Այլա Փաշինյան, եթե պատի գոյ շնորհակալ եմ Ազիզ ջան։
Փաշինյանին Արմավիրի մարզում ուղեկցում էին տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդատյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը եւ իհարկե Արմավիրի մարզպետը։ Կներեք արտադրությունից խնդրեմ չունեք։ Շնորհակալ եմ։ Ո՞դ գազի չհերցե։ Գնացի։ Ժորժ ջան, չէ, այդ են չին, որ ասում եք ոտդ գազի չվերցնեք։ Վերջը պավարոտ կա, բան կա։ Պետք է Պուտինի ոտը լավ էլ գազը։ Բարեկամական զրույց էր դա։ Ոտքը գազից չվերցնելուց բացի Փաշինյանին ուղված այլ հորդորներ էլ կային։ Մի տարես տղամարդ փորձեց բոլորից թաքուն վարչապետի ականջին շշնջալ, բայց նրա խոսքը լսելի դարձավ։ Հորդորը վերաբերում էր նախկիններից ազատվելուն։ Բարև ձեզ։ Պարոն Փաշինյան, ո՞նց եք։ Լավ, եղբայր, դուք ո՞նց եք։ Արամերդից չանես, ես երկի չտար։ Շատ լավ։ Ես խնդրում եմ։ Եղավ, եղբայր, եղավ։ Ճիշտ է չլսեցի ինչ ասցի, բայց ընդհանուր գծերով պարզ է։ Փաշինյանը բնակիչների հետ երկար չէր շփվում, շտապում էր այցելել Վաղաշապատի նորակառույց մանկապարտեզներ ու դպրոցներ, մանրակրկիտ ստուգում էր ամեն ինչ՝ գույքը, անկողինները, խոհանոցային պայմանները, սանհանգույցը, հետաքրքրվում էր տաք, սառը ջուր կա, շուրջօրյա է, ծորակները բացում էր անձամբ համոզվելու համար։ Անգամ հետաքրքրվում էր ինչու մի համայնքի մանկապարտեզի զուգարանում դռներ կան, իսկ մյուսում ոչ։ Պարոն Խաչատրյան, հարգելի գործընկերներ, այն նախորդ մանկապարտեզում սանհանգույցում այս հատվածի դռներ չկար։ Փաշինյանը նաև մանկապարտեզների ճաշացանկներ ճշտում, հերթով բացում կաթսաները, ճաշերի բույրը վարչապետին դուր էր գալիս։ Ահա, այստեղ ինչ ունենք սալատի ինգրեդիենտները, շատ լավ։ Ինչ լավ ախորժալի տեսքով սալատ կա։ Արաքս համայնքի վերանորոգված դպրոցում վարչապետն ուշադիր զննում էր կատարված աշխատանքները, անձամբ փորձարկում աթոռների որակը։ Փաշինյանը հետաքրքրվում էր նաև լաբորատորիաներով եւ դպրոցականների կատարած փորձերով։ Տարբեր օրգաններ են քերծել, թոքեր, լյարդ, բայց ինչ ոչխարի։ Բա միսը ինչ է կարել հետո։ Միսը կենտրոններն է։ Ակվարիումի մեջ բազմանում են ձկները, թե չէ։ Հա, եղել է։ Վաղաշապատի գյուղերում վարչապետին դիմավորող բնակիչները նրան տարբեր անձնական հարցերով էին դիմում։ Մեկը գերեզմանոց տանող ճանապարհի վերանորոգման, մյուսը յուղում մարզադաշտի, երրորդը ջերմոց կառուցելու կարևորության մասին էր խոսում։ Հերթով բոլոր ճանապարհները մահացողին ասենք մի մահացի մինչև մեր երթը հասնի։ Պարոն Մեխակյան, ստեղ գերեզմանի ճանապարհի հարց կա։ Լեռնամերձ գյուղում էլ Փաշինյանը վեճի բռնվեց մի բնակչի հետ, որը խնդրում էր իրենց գյուղի դպրոցը չփակել։ Փաշինյանը փոխարեն առաջարկում էր, որ այդ համայնքի երեխաները օգտվեն մի քանի կիլոմետր հեռավորության վրա կառուցվող նոր դպրոցի հնարավորություններից։ Ճանապարհներն էլ կկառուցեն, ավտոբուսներ էլ կտրամադրեն։ Լեռնաձորցին սակայն չէր համաձայնում Փաշինյանի փաստարկների հետ, զգուշացնելով, եթե դպրոցը չլինի, գյուղն էլ չի լինի։ Այսօր Հայաստանի մարզերում հարյուրավոր գյուղեր դատարկվում են այն պատճառով, որ մարդիկ հասկանում են, որ իրենց գյուղի դպրոցում իրենց երեխեքը նորմալ կրթություն չեն ստանալու։ Դրա համար գնում են տուն-տեղ ծախում են, գնում են նորմալ կրթությանը, հնարավորինս մոտիկ ապրեն, որ իրենց երեխեքը նորմալ մասնագիտություն ստանան, նորմալ կյանքով ապրեն։ Հիմա դատարկենք, եթե քաղաք ապրենք, ծախենք, բայց գյուղը բա ինչ անենք, չմնանք սովորեն։ Չենք հասկանում իրար։ Մարզերում բնակիչները ջերմությամբ դիմավորում են ոչ միայն Փաշինյանին, այլև ընտրապայքարի դուրս եկած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Նրա հետ էլ մարդիկ ակտիվորեն լուսանկարվում են ու նաև ժինգյալով հաց հյուրասիրում։ Այս գյուղը ես սիրում փարգում եմ։ Զա դիտել կամոզես։ Ես մեր Ղարաբաղը ժենգյալով հացն է, ես ինքս Ղարաբաղցի եմ։ Հա, պարոն Ծառուկյան, մենք մեծ հույսեր ունենք ձեզ հետ։ Վարչապետի պաշտոնին չհավակնող Ծառուկյանը, որ քաղաքական նոյան տապան է կառուցում, դեռևս գաղտնի է պահում իր վարչապետի թեկնածուի անունը, ասելով, թե այն ապագայի թեկնածու է։ Արարատի մարզում քաղաքականապես ակտիվ կանայք սակայն հարցնում էին, ի վերջո, եթե ԲՀԿ-ն հաղթի, ով է ղեկավարելու երկիրը։ Ժողովուրդ ուզում է իմանա, գալիս է պարոն Ծառուկյան ձայն է տալիս։ Պարոն Ծառուկյանը անցնում է 51%-ով։ Եվ ով աստեղ լինելու վարչապետը Հայաստանի Հանրապետության։ Կամ պարոն Ծառուկյան։ Եթե պարոն Ծառուկյանը ստացավ 15-8%, այդ ձայները ինչ է լինելու։ Այդ ձայները 100% ոչ հին
հին ղեկավարներինա գնալու, ոչ էլ այսօրվա իշխողների։ Այսօր մեզ պետք է ապագայի վարչապետ։ Հիմա որ ես անունը ասեմ, թող այդ վաղվա վրա մարդուն վրա գործ հարուցեն։ Ծառուկյանը Արարատի մարզի բնակիչների հետ նաև արտաքին քաղաքական հարցեր էր շոշափում, խոսում երաշխավորված խաղաղության մասին ու պնդում ԱՄՆ նախագահը, որտեղ որ խաղաղություն է հաստատել, հիմա պատերազմ է։ Տրամփի ներկայացում 7 երկրում խաղաղության թուղթ ստորագրեցին, 7 երկիրն էլ այսօր իրար կոտորում են։ Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը անցած տարի նախաստորագրվեց Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ներկայությամբ։ Իշխանությունը պարբերաբար ընդգծում է, որ փաստաթղթի ստորագրումից հետո սահմանին որևէ միջադեպ տեղի չի ունեցել եւ խաղաղությունն արդեն կայացած փաստ է։ Հիմա տեսնենք, թե ինչու է աշխատանքից ազատվել Սարդարապատի դպրոցի տնօրենը, արդյոք այն պատճառով, որ Արցախի դրոշը դեռ պահպանել է դպրոցի պատերից ներս։ Ու եթե Արմավիրի մարզպետարանում դա ուղիղ չեն ասում եւ ազատման այլ պատճառներ են թվարկում, Ղարաբաղի էջը փակած վարչապետ Փաշինյանը չի էլ թաքցնում, որ պետական քաղաքականությանը չհետևողները տեղ չունեն համակարգում։ Այդպես եղավ Ցեղասպանության թանգարանի տնօրենի հետ, որը ազատվեց վարչապետի ցուցումով Արցախի մասին Միացյալ Նահանգների փոխնախագահին գիրք նվիրելուց հետո։ Սկզբում Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրենին ազատեցին գործից, հաջորդ օրը դպրոցի նախասրահից Արցախի դրոշը հավաքեցին, մարտի 30-ին ու 31-ին։ Պարոն մարզպետ, դուք կարող եք հեռացնել ինձ պաշտոնից, բայց չեք կարող հեռացնել հայրենասիրությունն իմ սրտից։ Հրաժեշտի հրապարակման մեջ գրում է դպրոցի արդեն նախկին տնօրեն Կարինե Սմբատյանը։ Բացարձակ, դա դրոշը Արցախի, դա ուղղակի ես չգիտեմ որտեղից է այդ ինֆորմացիան, դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը պնդում է, տնօրենը մարզպետի որոշմամբ աշխատանքից հեռացվել է այլ պատճառով, իսկ Արցախի դրոշի հանդեպ ուրիշ վերապահում է եղել։ Մարզպետը ընդհանրապես ասել է, որ ինչու է այսպես դրված։ Փրված է եղել ռոյալի վրա եւ դրա վերաբերալ է ասել։ Այսինքն դիրքը դրոշի դուր չի եկել։ Ոչ թե դուր չի եկել, այլ այդ վերաբերմունքը։ Ինչու է այսպես դրված, ընդհանրապես այդպես է ասել։ Ձևը դուր չի եկել, թե գոյությունը դուր չի եկել։ Չէ, ձևը։ Սարդարապատի դպրոցի նախասրահում փառքի անկյունն է, պատին 44-օրյա պատերազմում զոհված այս դպրոցի սաների լուսանկարները, ռոյալի վրա Արցախի դրոշն էր փռված, վրան պատերազմի մասնակից զինվորների անունազգանուններ ու ստորագրություններ, նրանք էին ուղարկել այս դրոշը առաջնագծից, երբ Սարդարապատի դպրոցականների ուղարկած քաղցրավենիքն էին ստացել։ Դպրոցի արդեն նախկին տնօրեն Կարինե Սմբատյանը նկարահանվել չցանկացավ, պնդեց իր ազատման հրամանի հենց հաջորդ օրը մարտի 31-ին Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը նոր տնօրենի պաշտոնակատարի հետ դպրոց է եկել, հենց առաջին հարկում դրոշը տեսել ու ասել հանեք սա, քիչ անց էլի է տեսել դրոշն ու էլի հրահանգել, ասացի հանեք։ Մարզպետարանի կրթության վարչության պետը պնդում է, մարզպետն ուղղակի ճիշտ չի համարել, որ ռոյալի վրա դրոշը սփռոցի պես փռած լինի։ Այս մոտեցումը նշանակում է, որ այսօր Արցախի դրոշը պիտի այս դպրոցում մի տեղ փոխփողար, գուցե հետո կտեղադրեն։ Ես չեմ կարողանում, ինչի մասին է խոսքը, սկզբից սկսեք ձեր հարցը։ Կրկնեցինք, հեռացված դրոշը վերադարձնել պատրաստվում եք։ Մենք հիմա որտեղ ենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում։ Պարտավոր ենք պաշտպանել մեր պետականությունը, մենք պետականամետ մարդիկ ենք, հայրենասեր մարդիկ ենք, շարժվելու ենք ոնց որ մեր պետության կարգն ու կանոնն է։ Վերջ։ Մինչև պաշտոնակատարի այս դպրոց մտնելն էլ հայոց եռագույնը պատին էր բարձր տեղում, ինչպես ինքն է նշում։ Արցախի դրոշի մասով, որքան հասկացանք, կսպասի հրահանգի, ասաց իր տունը չէ, որ որոշի, թե հուշերը ինչպես պահպանի։ Ես իրենց ծառայողն եմ, ես մարդ եմ, քաղաքացի եմ եւ Հայաստանի Հանրապետության ծառայողն եմ։ Վերջ։ Մերի Մովսիսյանն ակնարկեց նաև Արցախի դրոշը ռոյալի վրա հայտնվել է տնօրենի ազատումից օրեր առաջ։ Այդպես է, փորձեցինք աշխատակիցներից պարզել։ Ինձ մի հարցրեք, խնդրում եմ, ես հղի եմ ու լարված իրավիճակում, ես նոր եմ ֆիզարցակոպտից հետ վերադարձել, չեմ կարող ասել։ Երբ որ այն դպրոցից տեղափոխվեցին այստեղ, տեղափոխեցին ռոյալը։ Ու այդ ժամանակ բերեցին դրոշնել, փրեցին վրան, միջ այդ եղել էր այն դպրոցում։ Նախկին տնօրեն Կարինե Սմբատյանը պնդում է, թանկագին նվերը 2020 թվականին ստանալուց հետո եղել է ռոյալի վրա։ Սեպտեմբերին դպրոցում նորոգում սկսվեց, ռոյալը վերջերս են տեղափոխել։ Մի քանի օր անց դրոշը նույն դիրքով փռել վրան։ Մարզպետի հրահանգից հետո աշակերտները վերցրել են այն ու փոխանցել իրեն, պահում է տանը։ Իսկ մարզպետարանի ներկայացուցիչն ակնարկում է, դրոշը տեղադրել ու արագ փախցրել են, որ
որպեսզի աշխատանքից ազատման այս պատմությունը այլ ենթատեքստ ստանա։ Միջև մենք վերևից իջել ենք, 10 րոպե չի տևել։ Ու այդ դրոշը ինչ է եղել, եթե դպրոցից որևէ մեկը տեղյակ չէ, դուք հասկանում եք, այստեղ ինչ է կատարվում։ Իրականում ըստ մարզպետարանի ներկայացուցիչների տնօրենն ազատվել է կրթական տեսչության ստուգումից հետո։ Խախտումներ են եղել, ուսուցչի թափուր հաստիքը չի համալրվել, հեռավար ուսուցման դեպք է եղել սահմանված կարգի խախտմամբ։ Մարզպետը որոշում է կայացրել աշխատանքային օրենսգրքի հոդվածով, որ վստահության կորուստ։ Նախկին տնօրենը պնդում է Հայաստանի բոլոր դպրոցների տնօրենները պիտի հիմա ազատված լինեին գործից։ Այդպիսի վրիպակներ ամենուր կան։ Տեսչության ստուգումների նպատակը թերությունը գտնելն ու աջակցելն է, որ դրանք վերացվեն, ասում է Սմբատյանը։ Նա կասկած չունի, որ իրեն ազատել են ընդդիմադիր հայացքների համար։ Վերջերս էլ միացել է ուժեղ Հայաստանի թիմին։ Պնդում է քաղաքականությունը երբեք չի խառնել կրթական գործին։ Սարդարապատի դպրոցը 700 աշակերտ ունի։ Հանրապետության մի քանի դպրոցներից մեկն է, որ աշխատում է նաև գերմանական կրթական ծրագրով։ Իրեն գործից հանելու մարզպետի որոշումը նախկին տնօրենը պատրաստվում է վիճարկել դատարանում։ Դպրոցի միջանցքում парքի անկյունում Սև Ռոյալն է առանց առաջնագծից ուղարկած դրոշի։ Ռոյալի վրա մի անկյունում Արցախի զինանշանի փոքրիկ պատկերն է, որ հավանաբար վրիպել է մարզպետի աչքից։ Ինչպես կվարվի այս փոքրիկ հիշատակի հետ տնօրենի նոր պաշտոնակատարը հայտնի չէ։ Հիմա մեկ ամսից ավելի Հայաստանի հարևանությամբ շարունակվող մերձավոր արևելյան հակամարտության մասին Թրամփը նոր թիրախներն է բացահայտել, Իրանին կոչ անելով արագ կողմնորոշվել։ Այս հայտարարությանը նախորդել է Իրանում կամրջի փլուզումը։ Թեհրանը պնդում է չեն հանձնվի։ Միացյալ Նահանգները կարող է հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը, վերցնել նավթը եւ դրանից մեծ կարողություն վաստակել։ Պարզապես մի փոքր ժամանակ է հարկավոր, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Դա անհավատալիորեն մեծ հնարավորություն կլինի ամբողջ աշխարհի համար, այնպես չէ, սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահը։ Մինչ այդ Թրամփը սպառնացել էր ոչնչացնել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները, նշելով, որ ամերիկյան հզոր բանակը դեռ չի էլ սկսել ոչնչացնել այն ամենը, ինչ դեռ մնացել է Իրանում արդեն մեկ ամսից ավելի ընթացող պատերազմից հետո։ Հաջորդիվ կամուրջներն են, հետո էլեկտրակայանները։ Նոր ռեժիմի ղեկավարությունը գիտի, թե ինչ պետք է արվի, եւ դա պետք է արագ արվի։ Թրամփի հայտարարությունից առաջ ԱՄՆ-ն հարվածել էր Քարաջ քաղաքը Թեհրանին կապող նոր կառուցվող կամրջին։ Սպանվել էր 8, վիրավորվել մոտ 100 մարդ։ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում անավարտ կամուրջներին հարվածելը իրանցիներին չի ստիպի հանձնվել։ Արտգործնախարարության խոսնակն էլ հայտարարել է, որ Իրանի կամուրջների վրա հարձակումները համարժեք են, մեջբերում են ռազմական հանցագործության Իսլամական Հանրապետության ահաբեկչության ոճով։ در صورت عملی شدن تهدیدات آمریکا Իրանի բանակի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին իր հերթին զգուշացրել է, եթե ԱՄՆ-ն շարունակի այս սպառնալիքները, Իրանը կհարվածի տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքների եւ ամերիկացի բաժնետերեր ունեցող տեղեկատվական եւ հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների։ Թեև իրավիճակը դեռ չի հանգուցալուծվում Հորմուզի նեղուցի շուրջ, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը, այսօր ջրային այս կարևորագույն ուղիով երկու նավ է անցել։ Մեկը հեղուկ բնական գազով բեռնված ճապոնական, մյուսն էլ կոնտեյներային ֆրանսիական նավ։ Բահրեյնը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում բանաձև է ներկայացրել, որն անդամ պետություններին լիազորում է ուժ կիրառել Հորմուզի նեղուցում առևտրային նավերի անվտանգությունն ապահովելու համար։ Բահրեյնի արտգործնախարարն ասել է, որ հարցն արագ արձագանք է պահանջում, քանզի Իրանի գործողությունները սպառնում են ողջ աշխարհին։ Վստահ ենք, որ բանաձևի նախագիծը համապատասխանում է միջազգային իրավունքին եւ ՄԱԿ-ի ծովային իրավունքի մասին կոնվենցիային, որը երաշխավորում է նեղուցներով անարգել անցման իրավունքը, ի տարբերություն այն ամենի, ինչ այսօր անում է Իրանը։ Իրանի արտգործնախարարը սադրանք է որակել բանաձևը եւ կոչ է արել խուսափել նման քայլից, քանզի դա միայն կբարթացնի իրավիճակը։ Չինաստանի դեսպանը եւս դեմ է արտահայտվել։ Ներկա պայմաններում անդամ պետություններին ուժ կիրառելու լիազորություն տալը կնշանակի ուժի անօրինական եւ անխտիր կիրառման օրինականացում, ինչն անխուսափելի կհանգեցնի իրավիճակի հետագա սրման եւ լուրջ հետևանքների։ Բանաձևի քվեարկությունը նախատեսված էր այսօր, սակայն հարցը հանվել է օրակարգից առանց բացատրության։ ԱՄՆ-ից հնչող սպառնալիքների ֆոնին Իրանը բանակցում է Օմանի հետ Հորմուզի նեղուցը համատեղ կարգավորելու կանոնակարգ մշակելու շուրջ։ Ասիական շուկաները դրական են արձագանքել այս լուրին, նավթի գինը սակայն դեռ բարձր է $109 սահմաններում։
Պատերազմի 35-րդ օրը Իրանն ու Իսրայելը շարունակել են փոխադարձ հարվածները։ Իրանը պնդել է, որ ամերիկյան երկրորդ F-35 կործանիչն է խոցել, իսկ անօդաչուին դուրս բերելու ամերիկյան փորձը ձախողվել է։ ԱՄՆ-ն չի հաստատել դա, օդաչուի ճակատագիրն էլ անհայտ է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ օդային բազմաթիվ հարվածների հետևանքով ոչնչացվել է Թեհրանի Պաստերի ինստիտուտը։ Այն Իրանի գիտահետազոտական եւ հանրային առողջապահական ամենահին հաստատություններից է եւ կարեւոր դեր է խաղում բնակչության առողջության պաշտպանության գործում, այդ թվում արտակարգ իրավիճակներում։ Չնայած ԱՄՆ-ի եւ Իսրայելի պնդումներին, թե գրեթե լիովին ոչնչացրել են Իրանի հրթիռային կարողությունները, CNN-ի աղբյուրներն ասել են, որ ըստ ԱՄՆ հետախուզության վերջին գնահատականների պահպանվել է Իրանի հրթիռային արձակման կայանքների մոտ կեսը։ Իրանը նաեւ հազարավոր անօդաչուներ ունի, որոնց մոտ 50%-ը դեռ անվնաս է։ Իրանը Քուվեյթում երրորդ անգամ է հարվածել նույն նավթավերամշակման գործարանին։ Քուվեյթում արձակման է ենթարկվել նաեւ էլեկտրակայան եւ ջրի աղազերծման գործարան, ինչի համար Իրանն Իսրայելին է մեղադրել։ Խմելու ջրի գործարանին հարվածը լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանի երկրների համար, քանզի Պարսից ծոցում խմելու ջրի մոտ 90%-ը ստացվում է վերամշակված ծովային ջրից։ Աբու Դաբիում առնվազն 12 մարդ է վիրավորվել խոցված հրթիռի բեկորներից։ Եմենի հութիներն էլ հայտարարել են, որ բազմաթիվ հրթիռներ են արձակել իսրայելական թիրախների վրա։ Իսրայելի բանակը հայտնել է, որ արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլայի 15 անդամի է սպանել Լիբանանում։ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը հայտարարել է, որ Պարենի համաշխարհային գները մարտին հասել են անցած տարվա սեպտեմբերից ի վեր ամենաբարձր մակարդակին եւ կշարունակեն աճել, եթե Մերձավոր Արևելքում հակամարտությունը շարունակվի։ Այսքանը այս եթերաժամի համար նոր լուրեր գտեք ազատություն.am կայքում, սոցցանցերի մեր էջերում։ Հաջողություն։